Մեկ ծրագիր, երկու միջոցառում, 587,1 միլիոն դրամ բյուջե, 97,7% կատարողական, սա մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախորդ տարվա հաշվետվությունն է։ Բյուջեի 99,4%-ը բաժին է հասել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ծառայությունների տրամադրում միջոցառմանը զեկուցել է աշխատակազմի գլխավոր քարտուղարը։ Նինա Փիրումյանը նախորդ տարվա կարևոր ձեռքբերումներից է համարում մարդու իրավունքների ազգային գլոբալ դաշինքի կողմից մի փաստատության բարձր կարգավիճակի վերահաստատումը։ Կարգավիճակի վերահաստատումը ոչ միայն կարևոր է որպես ֆինանսական կամ բյուջեի կատարման իմաստով վերջնական չափորոշ չի հաստատում, այլև սա հնարավորություն է տվել պաշտպանի աշխատակազմին ակտիվորեն ներգրավված լինելու միջազգային իրավական գործընթացներում, այդ թվում ՄԱԿ-ի մշտադիտարկման ընթացակարգերում հանդես գալու ելույթներով ներկայացնելու արտահերթ զեկույցներ որպես օբյեկտիվ վերստուգերի չափանիշ, առ այն թե պետությունը որքանով է հաջողում միջազգային պարտավորությունների ստանձնման հարցում։ 2024-ին ՄԻՊ աշխատակազմը 11,634 գրավոր և բանավոր դիմում բողոք է ստացել, թեժ գծի զանգերով հանրագումարը հասնում է գրեթե 20,000-ի։ Մենք ընդհանուր դիմում բողոքների քանակից նաև վեր ենք հանել դրական լուծում ստացած բողոքների թվաքանակը, որը 2024 թվականին կազմել է 1620, կանխատեսումը եղել է 1442, այսինքն այս առումով ունենք կանխատեսված թվից ավելի գերակատարում, կամ եթե տոկոսային հարաբերակցությամբ դիտարկենք 10%-ի կանխատեսման փոխարեն մենք ունեցել ենք 13,92% դրական լուծված գործեր։ ՄԻՊ աշխատակազմը նախորդ տարի 69 մշտադիտարկում է իրականացրել ազատազրկման վայրերում, քրեակատարողական հիմնարկներում, հոգեբուժական հաստատություններում, ևս 21 մշտադիտարկում էլ հաշմանդամություն ունեցող անձանց խնամք և աջակցություն տրամադրող հաստատություններում է իրականացվել։ Երկու ուղղությամբ էլ այցերը կանխատեսվածից շատ են եղել։ Նիստը վարող Ռուստամ Բաքոյանը հետաքրքրվել է, ինչով է պայմանավորված արագ արձագանքման այցերի թվի նվազումը։ Արագ արձագանքման այցերի, այդ թվում նաև փաստահավաք այցերի թվաքանակի նվազումը պայմանավորված չի եղել ռեսուրսների սահմանափակվածությամբ, այլ անհրաժեշտության գործոնով, եւ այստեղ նաև հարկ է նկատել, որ խոսքը վերաբերում է ոչ մոնիտորինգային այցերին, այսինքն մենք այդ ցուցանիշից բացի նաև ունենք պլանավորված մոնիտորինգային մշտադիտարկման այցեր որպես կանխարգելման ազգային մեխանիզմ եւ կոնվենցիոն մանդատների շրջանակում, եւ այս մասով մենք ունենք նույնիսկ գերակատարում։ Նախորդ տարվա ցուցանիշի համեմատ նաև նվազումը որոշակի առումով օբյեկտիվ հանգամանքներով է պայմանավորված այն իմաստով, որ 2023-ին մեզ մոտ սեպտեմբերին տեղի ունեցած բռնի տեղահանման պայմանավորված փաստահավաք աշխատանքների ծավալը ավելի մեծ է եղել, թեև 2024 թվականին եւս մեզ մոտ եղել են փաստահավաք աշխատանքներ սահմանավերծ բնակավայրերում եւ նաեւ ջրհեղեղով պայմանավորված տուժած բնակավայրերում։ Աճել է երեխաների իրավունքի պաշտպանության հարցերին վերաբերող ահազանգերի քանակը։ Նինա Փիրումյանի խոսքով տարվա ընթացքում ստացվել է 1266 բողոք, ինչը կանխատեսումից ավելի է մոտ 400-ով։ Մուշեղ Իսախանյան, լուրեր։